Ոչինչ ես չեմ պահանջում այս անիրավ աշխարհից, միայն ուզում եմ տեսնել հայրենիքս ծաղկելիս, կարճացել է իմ կյանքի ճանապարհը անցնելիք, կուզեմ թողնել թոռներիս արևաշող ջինջ երկինք, մարդ մնացեք, որ հիշվեք, որ ձեր սերունդը հարգի, և փառքին ու աթոռին մի շղթայվեք անհարկի, այս գեղեցիկ տողերով էլ սկսում եմ այս հոլովակը, սիրելիներս, թող բոլորիս օրը լույսով բացվի, բարով բացվի ու մեր սրտերը միշտ սիրով լցվեն, սիրում եմ բոլորիդ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, գեղեցիկ, լավ օր եմ մաղթում, սիրելիներս, շնորհակալ եմ ձեր ամեն մի կոմենտարիաների համար, ձեր բարի ջերմ խոսքերի համար, սիրում եմ ձեզ իմ լավ բարեկամներ։ Կեշային էլ ուզեցա ցույց տալ, որը մեզ շատ է անհանգստացնում նկարելու ժամանակ, շատ սիրուն է, ասեք, գեղեցիկ է Կեշան մեր։ Ոյ, Մարիկան ինչ է անում այդ Կեշայի հետ, էլ չեք պատկերացնի, ոնց է խաղում։ Հիմա բոլորիդ ցույց եմ տալիս վերջին սատիրները, որ դրեցի բաժակների մեջ, տեսեք ինչքան լավ մեծացել են, պատուհանին են դեռ, սրանք էլ ենք տանելու, մեր տան կատելնին շարենք, այնտեղ տեղ չկա, մինչև որդիս տեղը պատրաստի կտանենք, իսկ հիմա սիրելիներս գնանք խոհանոց, որպեսզի պատրաստենք մի համեղ ջա։ Սիրելիներս, այսօր պատրաստելու եմ տապակած կարտոֆիլ և սառցախցիկից հանել եմ կանաչ լոբի, կտապակեմ նաև կանաչ լոբին ձվով և յուղով, կարտոֆիլը տապակելու եմ սոխով, կարմիր պղպեղով, չորացրած ծիտրոնով և ռեհանով։ Սիրելիներս, կադրից դուրս լվացել եմ կարտոֆիլը, բոլորս էլ տնային տնտեսուհիներ ենք, գիտենք թե ոնց է լվացվում կարտոֆիլը, հարկ չհամարեցի նորից ցույց տալ։ Հիմա կարտոֆիլը կդնեմ կրակին մարման, թող եփի, այդ ընթացքում մանր կկտրտեմ սոխը և կտապակեմ կանաչ լոբին։ Հիմա տեսեք, կտրտել եմ արդեն սոխը, մանր, այստեղ կարտոֆիլն եմ մաքրել, տրորել, մի քիչ կոշտուկներ եմ թողել, մենք շատ սիրում ենք, որ մի քիչ կոշտուկներ լինի, որովհետև եթե լավ տրորեմ կլինի պյուրե։ Այնտեղ կացայի մեջ դրել եմ յուղ, դանդաղ կրակի վրա թող հալվի, նաև դրել եմ չորացրած ռեհան և կարմիր պղպեղ։ Հիմա թող յուղը հալվի, կլցնեմ սոխը, որպեսզի սոխ առած անեմ, յուղը լավ դաղվել է, արդեն հալվել է, լցնում եմ սոխը, ահա, կխառնեմ սոխը փայտե գդալով, բերանը բաց կթողնեմ, որպեսզի լավ կարմրի, ոչ թե խաշվի, այլ կարմրի, այնքան կկարմրացնեմ, մինչև դառնա ոսկեգույն, ահա դարձել է ոսկեգույն, ավելացնում եմ կարմիր պղպեղը սոխի վրա և չորացրած ռեհանն ու ծիտրոնը, այդպես համեղ է սոխի վրա, որ լցնում եմ, հիմա մի լավ խառնեմ, համերը իրար գան, նոր կլցնեմ կարտոֆիլը, հիմա կլցնեմ կարտոֆիլը, կարտոֆիլը արդեն համեմել եմ աղով, խնդրեմ լցնում եմ, նորից կխառնեմ, կարտոֆիլը, որպեսզի սոխը, կարտոֆիլը, բոլորը խառնվեն իրար, համերն էլ, իրենք էլ, խնդրեմ, տեսեք ինչ գեղեցիկ, համեղ ստացվեց, կարմիր, կանաչին էլ քիչ, եթե չորացրած կանաչին շատ ենք լցնում, մի քիչ դառնա համ է տալիս, մենք սիրում ենք քիչ, խնդրեմ, բերանը ծածկեմ,
Արդեն մի 2 րոպեից կանջատեմ։ Արդեն վերջացրեցի կարտոֆիլը տապակել։ Խնդրեմ, տեսնում եք ինչ լավ ստացվեց։ Կանաչ լոբին տապակած է արդեն, եւ այստեղ ունեմ կարմիր բուսայուղով պատրաստված պղպեղը, մաղադանոսով, նեխուրով, սխտորով, շատ համեղ է։ Սիրելիներս, 46 տարվա բաղադրատոմս է, որ հարս եմ գնացել, սկեսուր մայրիկը պատրաստել է, դուր է եկել եւ մինչ առ այսօր այս բաղադրատոմսով պատրաստում եմ ամեն ինչ շատ համեղ է, թթվությունը, քաղցրությունը, ամեն ինչ համի մեջ է, սիրելիներս, ցանկացողներին կարող եմ գրել բաղադրատոմսը, շատ համեղ է, շատ անչափ, 45 տարի ինքս եմ պատրաստում արդեն, այստեղ ունեմ վարունգի մարինադ, թթու, որը նորից մեր բաղադրատոմսն է, համեղ, նեխուրով, սամիթով, սխտորով, խրխրթան, թթուն և քաղցրի համադրությունը շատ ճիշտ է, չափաբաժիններով, նորից կարող եմ ցանկացողներին, սիրելիներս տալ բաղադրատոմսը, եթե ցանկություն ունեք այս բաղադրատոմսով պատրաստելու, մեծ սիրով կգրեմ բաղադրատոմսը ցանկացողների համար, սիրելիներս, սիրով պատրաստեցի, հոգի դրեցի, այստեղ էլ բացել եմ հոնի կոմպոտ, որը պատրաստել ենք, աշնանը այս գեղեցկության, այս համեղության հետ նաև կոմպոտը կխմենք, հարգելիներս, այս դեղին գեղեցիկ ծաղիկներով էլ մաղթում եմ ձեզ միշտ լինեք գեղեցիկ, միշտ լինեք բարի, օրհնված և հարգված, իմ լավ հարազատ դարձած հետևորդներ ջան, ձեզ շատ սիրում եմ, գրկում և համբուրում եմ, շնորհակալություն դիտելու համար տեսահոլովակը, որ դիտում եք և ձեզ մաղթում եմ Աստծո օրհնությունները, այսքանով ավարտում եմ այս տեսահոլովակը և սպասեք նոր տեսահոլովակից, տեսություն։